Մարդկանց դաշտերում 50-60 տոննա լոլիկ կա, բայց չեն կարող մթերեն կա։ Ոսկետապցի Արմենի լոլիկի դաշտն այս տարի 30 տոննայից ավելի բերք է տվել։ Հիմա երբ պետք է վաճառեր, լավ եկամուտ ստանար 1000-ումի ծախս օգար, լոլիկը շուկայում չի վաճառվում, պահածոների գործարանն էլ չի ընդունում։ Հիմա շուկային էլ չի ծախվում, մենք պատրաստ ենք շուկային էլ տանենք հանձնենք գործարան։ Բայց եթե ոչ ենք անելու, ոչ շուկա, ոչ գործարան, այդ դեպքում մեզ ինչ է մնում։ 2 տարի Արտաշատի Արտֆուդ գործարանն է ընդունել գյուղացիների կարմրաթուշ բերքը։ 40 դրամով են գործարանին տվել իրենց դաշտերի լոլիկը վառվող արևի տակ օր ու գիշեր աշխատող այս մարդիկ։ Այս տարի նախ ասել են, որ 30 դրամով կմթերվի բերքը, իսկ հետո ըստ գյուղացիների կտրուկ մերժել են։ Ամեն տարի գնում ենք մթերման, մթերումը տեղում կատարվում է, պայմանագին էլ հետ է, բայց այս տարի չկա։ Այս պահին 30 տոննա ես ունի, 60 տոննա մեկ ունի, մեկը 150 տոննա ունի։ Անցած տարի չփագեցինք, ըստ մարզպետարանով որոշեցին, որ կընդունեն։ Ընդունեցին։ Հիմա այս տարի մարդիկ ուղիղ կերպով, ուղիղ հեռախոսազանգով ասում են չենք ընդունելու։ Այս տարի ասեցին մյուս տարի լավ ալնելու, այս տարի ավելի վատ եղավ։ Դրել ենք 10000 տոննաներով ընդհանուր գյուղի բերքը ոչ մեկ չի մթերում։ Հուսահատությունից Երևան երազք ճանապարհն էին փակել ոսկետապցիները երկուշաբթի։ Իշխանությանն են դիմում, հոգնել են արդեն իրենց գլխին թափվող այս խնդիրներից։ Մարդիկ ամբողջ տարի տանջվել, չարչարվել են, այսօր կանգնել են հանգամանքի առաջ։ Գործանել չի ընդունում, ջայնամ չեն կարող հանենք, դու գործարան բացին տանենք ընդունենք։ Չեն կարող աշխատացնեն, թող ուրիշի տան աշխատացնի։ Վերջ ոնց անելու, այս մեր վարկերով է փակելու։ Գյուղացիներն ասում են, լավ գիտեն, Ռուսաստանի սահմանափակումների պատճառով չեն ընդունում իրենց բերքը։ Պահածոյացված սնունդն արտահանելն էլ մեծ գլխացավանք է դարձել գործարանների համար։ Ես ոչ անցած տարի եմ ընդունել, ոչ էլ այս տարի եմ ընդունելու, գյուղացիներին էլ տեղյակ եմ պահել, այնպես որ գյուղացիները ին վրա հույս ունենալով պամիդոր են տնկել։ Արարատ պահածոների գործարանի տնօրենն ասում է, ինչու ծախսանի ընդունի գյուղացիների բերքը, եթե իր արտադրանքն իրացնել չի կարողանալու։ Հայկական շուկան լցված է իրանական էժան լոլիկով ու պահածոյով, տեղականի երեսին նայող չկա։ Ներմուծող տոմատի գինը ավելի էժան է, քան մենք կարող ենք ստանանք, մեզ խանգարում չենք կարող վաճառել։ Ես արտադրում եմ, չեմ կարող այդ գնով արտադրել։ Իմ մոտ թանկ է ստացվում։ Գործարարը վստահեցնում է, գործարանները պատրաստ են ընդունել գյուղացու բերքը, եթե կառավարությունը վերամշակող ընկերություններին մինչև 10-20 դրամ սուբսիդիա տրամադրի յուրաքանչյուր կիլոգրամ մթերված լոլիկի համար։ Անդրեասյանն այլ լուծում է առաջարկում։ 20 դրամով նոր հասնում են պարսկականի գնի, 20 պիտի տակ, որ կարենանք մրցենք, կամ էլ պարսկական տոմատը Հայաստան չմտի։ Կառավարությանն ուղղված առաջարկ նաև անճարությունից գլուխները կորցրած գյուղացիներն ունեն։ Գոնե սառեցվեն իրենց վարկերը, մինչև պետությունը հիմնավոր լուծի այս հարցը։ Հաստատ լավ բան չելն են, չգիտեմ, թե լուծում չէ լավ։ Կամ էլ մեր բանկերը 3 տարի սառացնեն ուրեմն։ Ես համաձայն եմ, թող 2-3 տարով սառացնեն, մինչև հասկանանք, որը որից հետո է։ Ոսկետապի վարչական ղեկավարը խոստանում է, գյուղացիներին անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանները մինչև չորեքշաբթի կլինեն։ Չորեքշաբթի ձեր հարցերի լրի պատասխանները կստանաք գնացեք։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։